համաձայն եք Սամվել Կարապետյանի թիմակիցների առաջարկի հետ, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է լինի 1 դրամ։ Համաձայն եմ, կակրած գրանցված եմ շտաբում, Սամվել։ Ինչու եք համաձայն։ 1 դրամը բավարար է ձեր կարծիքով պաշտոնյաների։ Այդ դրամը չլսեցի, բայց համաձայն եմ իր անվան հետ։ Դուք ուզում եք դեպի բարեկեցիկ կյանքի տանեք մեզ։ Չէ, ասի։ Նորմալ լիներ, ոչ թե միլիոններ, նորմալ աշխատավարձ լիներ։ Ну վերջ։ Պետք է լինի в пределах разумного, որովհետև շատ լավ մասնագետներ կան մեր երկրում, որոնք շատ լավ աշխատում են։ Օրվա մեջ էլ 12 ժամ է, այնպես չի, որ նախարարը աշխատում է 48 ժամ սուտկայի մեջ ու դրա համար է ստանում 7 միլիոն պարգևավճար։ Ամեն ինչը պետք է լինի տրամաբանության ու խելամտության սահմաններում։ Դրանից ցանկացած դուրս եկող զառանցանք չի ընդունվել ժողովրդի կողմից։ Ինչ է նշանակում նախարարը լավ է աշխատում։ Դրա համար նա ստանում է 7 միլիոն դրամ պարգևաճար։ Ես էլ շատ լավ եմ անում իմ գործը, բայց ստանում եմ 64,000 դրամ աշխատավարձ, մաքսիմում 13-րդ աշխատավարձը, մաքսիմում։ Հասկանում եք։ Վերջ։ Դե 1 դրամով այսօր հաց են ուտում ցավդ տանում։ Բայց ինչքան պիտի լինի ձեր կարծիքով։ Մինիմալը, պաշտոնյաները նրանք անսահմանափակ փող ունեն ցավդ տանում։ Դա լավ գիտես։ Ոչ։ Ուրիշ թվերը թողած ընկան հենց մեկի հետևից։ Նորմալ թողտան, ոչ թե բոլորինը կտրեն տան նրանց։ Դա հիմարություն ասում էլի, մի դրամը որն է։ Այդ ինչ է ուզում դրանով ասես չեմ հասկանում։ Այսինքն մենակ հողանալն է, հա, Ասում է այն երկրում, որտեղ այդքան շատ աղքատություն կա, պիտի պաշտոնյան ստանա 1 դրամ աշխատավարձ։ Դա նույնիսկ շատ է։ Շատ է, իհարկե շատ է, իմ կարծիքով էլ է շատ։ Մի դրամը շատ է։ Այդ անլուրջ բաների, այս սամակատների նկարեք, ամենավտանգավոր բանն է այս սամակատը։ Այդ ավելի վտանգավոր է, քան թե դեպուտատին ինչքան փող տան, ուրիշի փողերը ինձ պետք է, հա ջրի ով պետք է աշխատի։ Ես լուրջ եմ ասում, եթե դրանք բան անեք, այդ սամակատին, ինձ խփել է օրինակ մեջքից, եկե խփել են մայթի վրա։ Այլ եմ։ Լավ գործ եք անում, բայց այդ հումոր այլ ասում մի դրամ տան, դա ախմախ ոչ է, դա ախմախ բան կարելի ասել։ Այդքան շատ դա ինչ պետք է անեմ։ Չեմ կարող կոնկրետ պատասխանեմ, բայց ճիշտ կլինի, չնայած չէ դե, եթե պաշտոնյան էլ պետք է ապրի, ոնց կարա մի դրամ լինի։ Պաշտոնյանն էլ է հարկավոր տուն պահել, երեխա պահել, հագնվել։ Դա մի քիչ չեմ հավատում։ 1 դրամ, այդ ով ասում։ Նարեկ Կարապետյանը։ Դու Նարեկ Կարապետյանը գաղափար ունի, որ ասի ինչքան արժի, իր աշխատավարձը ինչքան է, կարա մի հատ փոխարինի 36,000 թոշակով կապրեն, հա? 1 դրամ հələ թող 1 դրամով իր հորնումորը ապահովի։ Կլինի դեպք բան։ Երկիրը քանդեցին, ինչ դրամ, ինչ 1 դրամ, ինչի մասին է խոսքը։ Կասեք, ովքեր են քանդելի։ Ելով կա Փաշինյան իր թիմով։ Ովքեր են։ Մենք Նարեկ Կարապետյանը մեր ձևով շարժման համակարգողն է Սամվել Կարապետյանի եղբորորդին, ասում է որ պաշտոնյաները պիտի մի դրամ աշխատավարձ ստանան, որտեղ Հայաստանը այսինքն Սամվել Կարապետյանի պաշտոնյաները ովքեր։ Չէ, մեր պաշտոնյաները ներկայիս։ Մերոնք ստանան 1 դրամ։ Ստանան մի դրամ, որտեղ աղքատությունը շատ մեծ է։ Ստանում են էլի, ամեն ինչ անում են։ Չգիտեմ, չեմ կարող ճիշտ պատասխանեմ ձեր հարցին, ճիշտ ասած հեռու եմ էլի մի քիչ քաղաքականությունից։ Ես ձեր կբանի պոլիտիկի մեջ չեմ։ Ուֆ, հարց տվեք հարցին պատասխան, աշխատավարձը 1 դրամից կարա լինի։ Նարեկ Կարապետյանն է ասում։ Դա ասել է։ Սամվել Կարապետյանը ով է։ Բարերար գործարար Սամվել Կարապետյանը։ Չեմ ճանաչում թե բարերար։ Դե այստեղ քննարկելու բան չի ինձ համար, որ ասեմ կարծիք ունեմ։ Այդ մտքի հետ համաձայն եք։ Ոչ։